Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին զոհ է դարձել 31 հայ, 32-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը վեհափար հայրապետի հրավերով մեկշաբաթյա այցով հայրենիքում է, որպեսզի նորին սրբության հետ խորհրդակցի հայ գաղթօջախի առջև ծառացած խնդիրների շուրջ։ Հոմսի մեջ, ուր ունենք մենք եկեղեցի եւ դպրոց, վիճակը շատ տխուր է։ Ռազմական գործողություններով պատճառով այնտեղ հայությունը ուրեմն ծրված է ամբողջ Սուրիայով մեկ եւ այդ դպրոց եւ եկեղեցին ուրեմն արդեն 1 տարի է փակ է։ Վիճակը բարդացավ մեկ ամիս առաջ Հալեբի մեջ եւ չնայած ունենք վարժարաններ եւ եկեղեցիներ, բայց այսօր կգործեն 1 եկեղեցի եւ 1-2 վարժարաններ այն թաղամասերում մեջ, որտեղ վտանգ կա, եկեղեցական արարողություն, մշակութային հանդիպում, կրթական կամ ուսումնական ծրագրեր չեն կրնար ծավալել։ Սիրիահայությունը կարիք ունի համայն հայության օգնության։ Շատերն այս ընթացքում կորցրել են իրենց բնակարաններն ու աշխատանքը եւ գտնվում են ծանր կացության մեջ։ Արմաշ Սրբազանի խոսքով ոմանք ժամանակավոր բնակություն են հաստատել Սիրիայի հարևան երկրներում, ոմանք էլ վերադարձել հայրենիք։ Ամիսներ առաջ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը շրջաբերական նամակ էր ուղղել մեր եկեղեցու բոլոր թեմերին, դրամահավաք կազմակերպելու եւ սիրիահայ համայնքին սատարելու համար։ Սրբազանն այստեղ է նաեւ համակարգելու այդ օգնությունը եւ հասցնելու սիրիահայ համայնքին։ Թեմն ու միութենական կառույցներն արտակարգ իրավիճակում տուժածներին օգնության հասնելու համար ստեղծել են սիրիահայության շտապ օգնության մարմին եւ թեժ գիծ։ Այսօր այդ մեկտեղ մենք հստակ վիճակագրական տվյալներ ունենք, թե ինչքան հայություն կամ ավելի ճիշտ քանի ընտանիքներ ունենք ենթադրենք Դամասկոսի մեջ։ Ասկե ավելին մենք նաև Դամասկոսը իբրև քաղաք մեր նախաձեռնությամբ ուրեմն բաժնած ենք 50 թաղամասերու կամ շրջաններու, որովհետև այսինքն այնպես պատրաստված ենք Աստված մի արասի, եթե ինչ որ թաղամասի մեջ բայթում կամ վտանգավոր բարականեր ստեղծվին, մենք անմիջապես մեր ցանկերուն եւ արձանագրությանց հետևելով գիտենք թե այդ թաղամասին կամ վայրի մեջ մենք քանի հայ ընտանիք ունենք եւ անմիջապես գտնենք եւ իսկապես գիմանանք անոնց վիճակին մասին։ Հայաստան վերադարձած դպրոցահասակ սիրիահայերի կրթությունն ապահովելու համար Հալեպի Կիլիկյան բարեսիրական միության հանձնախումբն էլ դիմել է Հայաստանի կառավարությանն ու կրթության գիտության նախարարությանը։ Նրանք կսովորեն Նարդոսի անվան թիվ 14 դպրոցում։ Մոտավորապես 175 աշակերտություն կա։ Դասավանդությունները լինելու են առաջինից մինչև 9-րդ դասարան։ Բարձրագարկը չունենք, ցավոք սրտի, լրի մեր ուսուցչուհիները այստեղ են եւ լրիվ այս ծախսերը ուսուցչուհիներին, քիրքերի, բաների, ինչ որ պետք է, հոգում է Կիլիկյան բարեսիրական միությունը։ Գարեգին II ամենայն հայոց հայրապետի օրհնությունն ու քաջալերանքն ստանալու համար հոկտեմբերի 7-ին Մայր Աթոր Սուրբ Էջմիածնում էին Հայկական բարեգործական ընդհանուր միության հատուկ հանձնախմբի ու Կիլիկյան բարեսիրական միության անդամները։ Վեհափար հայրապետը կարևորեց Սիրիայում խաղաղության, ներքաղաքական կայունության ու հասարակական համերաշխության հաստատումը եւ հույս հայտնեց, որ հարկադրված գաղթի ճանապարհ բռնած սիրիահայերը կհաղթահարեն ներկա դժվարությունները ու կվերադառնան իրենց կյանքի բնականոն ընթացքին։ Շատ զգացված ենք, որ վեհապարները իր հետաքրքրությունը հայտնեց մեզի օգնություն հասցնելու սիրիահայերուն, երկու բարականերուն Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի միջոցով անմիջական եւ նույնիսկ բեդության հետ, այսինքն համագործակցությամբ եւ այս մոդեցումը մեզի համար շատ մեծ իմաստներ ունի եւ մեզի թե ուժ եւ թե հույս կուտա, որ սիրիահայերուն, այսինքն մասին մտածող գա եւ շատ կարեւոր քայլեր առնող գա։ Կմաղթեմ Աստծո, որ իսկապես խաղաղությունը վերահաստատե Սուրիո մեջ եւ մենք իսկապես վերադառնանք մեր վայրերը, որովհետեւ մենք կնկատենք այդ երկրին լիիրավ քաղաքացիները եւ մենք անբաժանելի մասն ենք այդ երկրին։ Մենք կնկատենք բանները եւ բահակները մեր ստեղծած բոլոր սրբություններուն եւ բոլոր հարստությանց։ Մենք նաեւ բահաբանները կնկատենք մեր նահատակներուն, ցեղասպանության նահատակներուն, աջուններուն եւ շիրիմներուն։ Ուրեմն մեր ներկայությունը այնտեղ
կարևոր է Սուրյու համար, կարևոր է մեր ազգային գիտակցության համար եւ կարևոր է անշուշտ քաղաքին համար։ Մայրավանքում Գարեգի երկրորդ ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ եպիսկոպոսական ուխտի պատարագ մատուցեց Արմաշ Սրբազանը։ Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողություն։ Ներկաներն աղոթեցին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների եւ հավատակիցների հոգիների հանգստության համար։